Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեքնուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Զոհրաբյանը, շնորհակալություն պարոն Զոհրաբյան։ Այսօր մենք խոսելու ենք, քանի որ այսօր բռնադատվածների, քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրն է, մենք այդ թեմայով ենք խոսելու, մի քիչ մի կողմ թողնելով այսօրվա քաղաքական խնդիրները։ Ես նախ կխնդրեի, որ դուք բնութագրեք, որտեղ բռնաճնշումներ տեղի են ունեցել մոտավորապես 20-ական թվականներից մինչև 88-90 թվականներ, այսինքն խորհրդային պատմության ողջ ընթացքում, ում դուք կհամարեիք բռնաճնշման զոհ։ Իրեք, ինչպես դուք ասացիք, 20-ական թվականից իսկապես, երբ որ արդեն հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային միության տարածքում միշտ եղել են բռնաճնշումներ, որովհետև հասարակարգ փոխվեց, սիստեմ փոխվեց, եւ մարդիկ միանգամից չէին կարող համակարգվել։ Եվ պետք էր այդ բռնաճնշումները, բոլշևիկյան իշխանությունը անդադ ռեպրեսիաների 37 թիվ, 20 թիվ, պատերազմից միջև պատերազմի սկիզբը, պատերազմից հետո, այսինքն անդադ եղել այդ աքսորներ, մի թեթև գործով կամ մարդուն կարող են աքսորել միջև կյանքի վերջ Սիբիրներ եւ այլ եւ այլ։ Այսինքն եղել է բռնաճնշումների երկիր։ Ինչ վերաբերում է 60-ական թվականների արդեն այդ բռնատած ինչ որ անձամբ ձեզ է վերաբերում, այսպես ոչ թե մեզ միամիտ տեղը բռնում տանում են, մենք թատակ կազմակերպություն կար ազգային միության կուսակցության, մենք դուրս ենք եկել պայքարի հանուն անկախ Հայաստանի, մենք ուզում ենք անկախ պետություն։ Այսինքն մեր խնդիրը ուրիշ էր, մեզ դատապարտում են հակասովետական հոդվածներով դատապարտում, ուղարկում են էլի նույն տեղերը, Սիբիր եւ այլն ճամբարներ, բանտեր։ Այսինքն մեզ պետք չի այդպես միացնել բռնադատը, դրանք մեծ մասամբ անմեղ մարդիկ են, որ ոչ մի բան չեն արել, կամ միամիտ մեկը մի անեկդոտ են այնտեղ պատմել գնացել հարևանը, բայց դա էլ է քաղաքական բռնաճնշում, այսինքն ենթադրենք իհարկե բաց գյուղացի, նրան դաշնակ կամ չեն տրոսկիստ են անվանում, ինքը չգիտի դաշնակ տրոսկիստ է, իհարկե չգիտի, բայց էլի դա զոհ է բռնաճնշումներին, կարող եք դա ասեմ, մոտիվը քաղաքական է, որովհետև պետության մեջ եթե դու մարդուն մեղադրում ես թեկուզ քաղաքական ինչ-որ կազմակերպչության անդամ կամ ինչ-որ հայացքներ ունեցող, դա արդեն քաղաքական երևույթ է եւ ուզում եք անվանենք իրենց էլ բռնադատված քաղաքականավորներ, բայց քաղաքականավորը այդպես հստակ սահմանում էլ չունի այսօր, որ ասենք, այսա քաղաքականավորն է։ Իսկ ինչ կասեք այն մեր հայրենակիցների մասին, որոնց 47-48 թվականներին աքսորեցին Ալտայի, դա քաղաքական էլի հետապնդում էր, թե դա ինչ էր դա։ Իրեք, կային մարդիկ, որ իսկապես ասենք անհամազանություն ցուցաբերում էին, այսինքն թաքուն միտեղ մի բան էին պատմում, մի բան էին ասում, դե NKVD-ն ամենատես կարողանում էր գտնել, որտեվ վախից մատնիչներ ավելի շատ էին դրսևորում իրենց, գնում են հարևանին կարող են ասել, որ ինքը փրկվեր։ Հայերին վախ հասկացա Սիբիր, Ղազախստան աքսորելը, հենց հայերին, չէ՞, դա քաղաքական որոշում էր ի վերջո ստալինյան կառավարության։ Այս ստալինյան ժամանակաշրջանում հայությանը իսկապես ուզում էին Հայաստանը դատարկել, որտեվ այսպես Ստալինը համարել, որ Հայաստանը դա 15 թվականից հետո նորից ինչ-որ կարող է վերականգնել իր ուժը, իր ներուժը, էթնիկ ներուժը եւ պահանջել ինչ-որ խնդիրներ։ Եվ Հայաստանից շատ էին աքսորում։ Վրաստանից էլ հայերին շատ էին աքսորում։ Ես ականատեսների գիտեմ, պատմում էին ինձ, որ գիշերով գալիս էին առանց հարցնելու մի փոքր ճամպրուկով մի հատ ասած ողջա կապում էին Այդ մարդիկ ոչ մի քաղաքական գործունեություն չէին ծավալել։ Մարդկանց պարզապես որպես էթնիկ հայ հանում ու աքսորում էին։ Դա քաղաքական բռնաճնշում է։ Բայց վրացիներին չէին աքսորում։ Իսկ հայերին ստիպում էին վրացի դառնալ։ Շատերը ազգանները փոխում էին արագ-արագ ստիպում էին նաև այդ անձնագրային սեղանում վերջավորություն հանում էին, դառնում են վրացի։ Ստիպված էին։ Միջև մի պահպանված են այդ հայեր, որոնք վրացական ազգաններով ապրում են։ Հիմա, քանի որ խորհրդային միությունում կար
քաղաքական հոդված, հա, հակախորհրդային կառավարությունը։ Անկախ Հայաստանում եւ շատ այլ երկրներում, չգիտեմ, Ադրբեջանում, Ռուսաստանում, այդպիսի հոդված չկա, բայց այնտեղ քաղաք բանտարկյալներ կան, այսինքն պարտադիր է որ լինի այդպիսի հոդված, թե կարող է մարդուն բոլորին այլ հոդվածով, քրեական հոդվածով դատել եւ նա լինի քաղաքական բանտարկյալ։ Ես ես ասեմ, խորհրդային միություն այդ աքսորվածները, դատապարտվածները, որ քրեական ճամբարներում են, դրանց մեծ մասը քաղաքական են եղել։ Այսինքն եթե բոլորի անունը դնեին քաղաքական, ստացվեր որ մի 10 միլիոն քաղաքական հոդվածներով, ասենք 58-ով կամ դրանից առաջ այլ հոդվածներ կային։ Այսինքն դրանք նույն մեղադրանքներով են գնացել, բայց քրեականի տակ են գնացել։ Հա, պատկանալի։ Աշխարհը ի վերջո չի կարելի չէ ծածկել ցույց տալ։ Ասում են մեր մոտ քրեական հանցակ գողություն արել է, սարել, խախտում արել, աշխատանքի վայրում, չգիտեմ, յուրացում արել, բայց իրականում այդ նույն ճանապարհով ուղարկում էին։ Այսինքն վախի մատնարորդ է ստեղծում, որպեսզի հասարակությունը ենթարկվեր դիկտատորին, այսինքն դիկտատուրային եկտար։ Ձեր հոդվածները հիշեցնեք։ Մեր հոդվածները 65-67, այսինքն հակասովետական ագիտացիա, պրոպագանդա, ու արդեն այնտեղ ինչ ճանապարհներով Դուք անձամբ այդ հոդվածով եք դատվել։ Այո, ես դատվել եմ 10 տարի 7+3 աքսոր։ Հենց հակասովետական Այո, եւ անցկացրել եմ տարբեր տեղերում Ռուսաստանի տարածքում, Սիբիրում, Վլադիմիրի բանտում, Մորդովիայի ճամբարներում, այսինքն 10 տարում հասել եմ այդ բոլոր։ Իսկ ինչու են տեղափոխում այդ բանտարկյալներին։ Գիտեք, ակտիվ կալանավորներին տեղափոխում էին մի տեղից մյուս, որպեսզի խմբեր չառաջանային, որտեղ երբ ճանաչում ես Ուկրաինայցուն կամ լատիշին տարիներ շարունակ, արդեն դուք դառնում եք լավ համախոհներ եւ հնարավոր նաեւ կազմակերպություն ընտայել եւ ճամբարում եւ դրսի։ Կտրում էին կապերը, արագ ասենք, տարին մեկ, տարի կեսում եք մեկին միս կողմ, մեկը միս կողմ։ Ձեր կողքին էլի քաղաքբանտարկյալներ էին նախկին խորհրդային, այս խորհրդային տարածքից, թե քրեականներ էլ կային եւ այլն։ Ոչ, մեզ առանձին ճամբարներում էին, այսպես անցկացնում ենք այդ պատիժը, համարյա բոլոր ազգությունները կային, բացի ադրբեջանցիներից։ Կային լատիշներ, լիտվացիներ, ուկրաինացիներ, որոնք նույն հոդվածներով դատապարտված էին անկախության պայքարի համար։ Ռուսներ էլ շատ կային։ Նրանք էլ որպես դեմոկրատներ, չգիտեմ, ժողովրդավարներ էլի դատապարտված։ Այնպես չէ, ռուսը չի դատվել քաղաքական, նրանք էլ են դատվել, բայց նրանց մի քիչ ուրիշ ձև էր։ Նրանք ուզում էին ժողովրդավարական երկիր ասենք։ Դրա մասին էլ ասեմ։ Ուկրաինացիները հիմնականում հիմա որքանի որ արդիական է, չէ՞ դառնում։ Ուկրաինացիները հիմնականում նացիոնալիզմի, հա, ազգայնականության համար էին դա։ Ասեմ, հիմնականում ազգայնականներ էին, բայց կային եւ ժողովրդավարներ ուկրաինացի, ես ասակ, այնպես չէ որ բոլորը նացիոնալիստ են կամ են ուպայի են, որ ասում են անտարային եղբայրներ, մինչև 54 թվականին դեռևս կային խմբեր, որ դրանցից էլ կային նստած 25 տարի, 30 տարի մարդիկ նստած էին ճամբարում, գնացինք հանդիպեցինք ուկրաինացիներ, բայց կան նոր սերունդ, որ արդեն պայքարում էր Ուկրաինայի անկախության համար։ Ինչպես ասեք, մենք Հայաստանի անկախության համար։ Նայեք, ձեր, հա, ԱՄԿ-ի, հա, սկզբից նպատակը ինչ էր, խորհրդային սահմանադրության դարին համապատասխան, որ Հայաստանը դուրս գա խորհրդային միությունից։ Այսինքն այնտեղ ֆորմալ առումով չկար ինչ-որ կրիմինալ, չէ՞։ Չկար։ Մենք պահանջում էինք խորհրդային սահմանադրությունով, այդ 70 հոդվածն է կարծում։ 70։ Այնտեղ ասում որ ամեն հանրապետություն իրավունք ունի անջատվելու եւ գոյատևելու որպես առանձին պետություն, սուվերեն պետություն։ Մենք դա ենք պահանջում։ Մենք պահանջում ենք եկեք ռեֆերենդում անենք, թող հայ ժողովուրդը ասի, ուզում է անկախ պետությունն է, թե ուզում է խորհրդային, մեզ համարում են հակասովետական, հակապետական, հատուկ վտանգավոր անձակորձներ եւ այսպես ասած բարձր պատժամկետներով ուղարկում էին հեռու շատ Հայաստանից։ Այսինքն այնտեղ չկար ինչ որ բան վառել կամ ինչ որ բան, չգիտեմ, ցույցեր անել եւ այլն, չկար անկարգություններ հրահրելու բանը։ Ես նաեւ իմ գործում կա Լեյլի դիմանկարի այրումը հրապարակում, բայց սա մենք համարում ենք
ոչ թե ինչ-որ ռազմական գործունեություն կամ չգիտեմ ինչ։ Սա համարվում էր որպես ակցիա, բողոքի ակցիա։ Այսօր էլ չէ, նկար են վառում, դրոշ են վառում, դա այդ կարգի բան էր, էլի։ Մենք դա համարում ենք ակցիա, այլ ոչ թե ինչ-որ ինձ վերագրեցին պետական գույքի ոչնչացում։ Այսինքն այդ նկարը պետական գույք էր եւ ես ոչնչացրի։ Հասկանալի է։ Բայց մենք ողոքում էինք, որ ինչի է Հայաստանը, Արևմտյան Հայաստանը տրվել Թուրքիային լեյնի օրոք։ Գրոմիկոն Հայաստանում էր, ասել այդ նկարը որպես բողոքի ակցիա ԱՄԿ-ի անունից այրեցի, այդպես։ Կային մտավորականներ 60-70-ական թվականներին, որոնք ոչ ազգայնական էին, ոչ ձեր նման անկախական էին, չէ՞։ Պարզապես նրանք ազատ էին մտածում, հա։ Օրինակ Էդմոն Ավետյանը կամ չգիտեմ, Ռաֆայել Պապայանը, բայց նրանք էլ էին քաղաքական բանաճար։ Այդ տարիների պես չի որ ասում են սովետահայ մտավորականները անկախություն չէին, մտածում էին, ուզում էին, բայց մի քիչ վախենում էին արտահայտվել։ Արտահայտողները արդեն մենք էին, ավելի, այսպես ասենք, երանդուն ձևով եւ մեզ ձերբակալում էին։ 65 թվականը հիշում եք, ինչքան մտավորականներ տարան 15 օրով պահեցին սարանում, այսինքն այնպես չէ որ հայ ժողովրդի մեջ չկար այդ կրակը ազատության անկախ, կար։ Պարզապես ստալինյան ռեպրեսիաներից հետո այդ 60-ականները դեռ շատ մտավորականներ ասում են այմար։ Հələ պապս չի եկել աքսորից, հիմա ես եմ սկսում։ Դե մենք երիտասարդ էինք, ակտիվ էինք եւ այսպես ասած նկատի ունեմ կային ոչ անկախական, ելի ժողովրդավարության մասին մտածող մարդիկ, որոնց նույնպես հետապնդում։ Որոնք իհարկե կուզենային որ ժողովրդար կարգել լինեին խորհրդային միությունում։ Մենք էլ ենք ուզում ժողովրդարներ, բայց մենք նաեւ անկախության խնդիրներ ենք դրել։ Այնպես չէ որ մենք ժողովրդավար չէինք, զուտ ազգայնական ենք, այո, մենք ուզում ենք ժողովրդավար կարգեր։ Երբեմն ձեր ընկերները, այսինքն այլախոհները, հա, խորհրդային ժամանակների, խոսում են լուստրացիայի մասին, օրինակ ձեր կուսակից, հա, Ռազմիկ Մարկոսյանը մի քանի հոդված ունի դրա մասին։ Դուք ինչպես եք վերաբերում այդ խնդրին։ Իրեք լուստրացիա հիմա օրինակ մեր ղեկավար կազմը ասում է արեք բացահայտեն KGB-ի մարդարաշրջան կադրին, ով այսօր իշխան չկա դες կադր հիմա։ Գուցե կան գործակալներ թաքնված, չգիտեմ, դա Ռուսաստանի հետ համագործակցող։ Հիմա դրանք ոնց որ ասած եղանակ չեն ստեղծում։ Գիտեք, ամեն մի գործակալի հետևում մի ամբողջ Գերդաստան ընտանիք է ստացած։ Հիմա պատկերացրեք, մենք անում ենք լուստրացիա, դրանց հանում ենք, սկսում ենք դատաբարտել կամ չգիտեմ ինչ մոտեցում լինի։ Դրա համար քանի որ անհրաժեշտություն չկա, Հայաստանը փոքր է, դա Ռուսաստան չի։ Այսինքն մեկը մեկին համարյա բարեկամ է։ Պատկերացրեք ամբողջ ազգին մենք սկսենք վարկաբեկել։ Հիմա այլ բան, եթե նա շարունակում է Հայաստանի դեմ աշխատել, պետք է ձերբակալել եւ դա հանցագործություն է։ Հանցագործություն։ Բայց եթե սսկվել է, հիմա ասենք մեկի հարազատին վնասել է, ինձ գիտեք ինչքան են վնասել։ Այդ դուք ուզում եք նրանցից վրեժ լուծել, թե չէ։ Ոչ, ես չեմ ուզում վրեժ լուծել։ Իմ վրեժը կայանում է նրանում, որ անկախ պետություն պահպանի։ Դա արդեն իմ վրեժն է, էլի, մնացածը թող ապրեն։ Այսինքն հնարավոր է որ այն քննիչին ենթադրենք, որ ձեզ քննում էր կամ չգիտեմ, այն մարդին, որը ձեզ մատնել էր, դուք փողոցում հանդիպում բարևեք, շփվեք։ Շատերին ճանաչում եմ, բարևել եմ, զրուցել ենք, պատմել են ժամանակի օպերատիվ աշխատանքները, ինչպես էին ինձ հետևում եւ այլն եւ այլն։ Այսինքն չարություն չի մնացել իմ մեջ, որ ասեմ, այ հիմա ես գիտեք բանը հանրապետական կուսակցությունում գործադիրի անդամ եւ կարամ այնպես անել, որ դուք դատվեք, որտեղ դուք ինձ վնաս եք տվել։ Այդ մարդը ոնց որ իր այդ բարևն ու զղջում է, էլի, հիմա ինչ անեմ։ Հասկանալի։ Խորհրդային KGB-ի մեթոդները, հա, այսինքն հիշում եք Վիշինսկին ինչ էր ասում, չէ՞, որ եթե մարդը ինքնախոստովանում է, ինքնախոստովանությունը դա ապացույցների մայրն է, այսինքն կարելի է մարդուն տանջել, որ նա ինքնախոստովանի, որ Երևան, Լոնդոն, չգիտեմ, տունել էր փորում, եւ հետո դրան բան են անում, դատապարտում են։ Այդ մեթոդները մեր ոստիկանությունում շարունակվում են, թե չեն շարունակվում։ Այսօրվա Չեմ կարծում, թե նման խոշտանգումներ կան, որ այնպես տանջեն, որ նա ինքնախոստովանի, առավել ևս հիմա, որ մենք ես հաճախակի լսում եմ ոստիկանապետի ելույթները, որ ոստիկանների միշտ կարգի էր անում, բարեփոխումների են գնացել, այսինքն ավելի շատ ոստիկաններն ես ասում, քան թե ասենք ում որ իրանք հասկանում են։
Կարծում եմ այդ բարեփոխումները բավականին մեծ հետք են թողել եւ ոստիկանության վրա, կարծում եմ համատ առաջվա հիմա վիճակը շատ բարոյ է ոստիկանության։ Շատ դեպքեր լինում են առանձին, ասենք հիշում եք մեկը մեկին խփել էր այնտեղ։ Չէ, նկատի ունեմ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ բռնությամբ փոկել տարբեր ցուցմունքներ։ Ոստիկանությանն ես գիտեմ խորհրդային միջան տարիներից հետո անկախ Հայաստանի, այսինքն մեծ տարբերություն կա այն ժամանակ լավ խոշտանգում էին։ Չկար մեկի, որ բերեին ոստիկանի, մի հատ լավ չջարդեին, հետո գործը կարեին։ Հիմա չկա, գուցե այն սկզբի տարիներում անցումային, ասենք խորհրդային հասարակայքից դեպի անկախ այդ արանքում, հիմա արդեն բարոյ է։ Գուցե ինչ-որ առանձին դեպքեր դա էլ հիմա խոսքի ազատություն է Հայաստանում։ Այնպես արագ դուրս է գալիս այդ ինֆորմացիան, ոստիկանները գոհ չեն, որ իրանք ինչ-որ մեկին կապել են։ Շանթ Հարությունյանը, որի հայրը նույնպես դատապարտվել էր, ըստ ձեզ դա քաղբանտարկյալ է թե չէ։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք, ես գիտեի որ այդ հարցը տալու եք, ես գալիս այստեղ։ Երբ որ մենք նայում ենք նրա գործունեությունը, այս վերջի, որի համար ինքը դատապարտվել է, դա խուլիգանական արարք է։ Գնում են նախագահական գրավեմ, փայտերով, քայլով, ինքնաշեն պայթուցիկներով։ Դա խուլիգանություն է, դա ես քաղաքական չեմ համարում։ Ամոթ է ասել նա քաղաքականավոր է։ Այդպես որ լինի, ով ուզենա քաղաքականավոր դառնա, որ աշխարհի մասին խոսա, նա մի հատ պայթուցիկ գմբասնի, չգիտեմ մի հատ փայտ վեկալի ոստիկանի գլխին տա, որը ինքը արեց, նկարահանած կա այդ ամենը։ Լենինի նկարը այրել խուլիգանություն չէր։ Դա ակցիա բողոք էր, ես մարդն էլ ասում ոչ մեկի գլխին չեմ խփել, ընդհանրապես նկար այրել եմ, ասել եմ ես բողոքում եմ, որ Լենինը հանձնել է մեր տարածքները թուրքերին։ Եվ դրա համար Գրոնիկոն եկել հասան բողոքել եմ։ Նկարն այրել եմ։ Ամեն օր վառում են դրոշները կամ բողոքի Թուրքիայի դրոշ միսպես։ Բայց խփել ոստիկանի պայթուցիկ կիրառել, սա արդեն բան է։ Խուլիգանությունից միքշել են կողմ։ Նա ոչ խուլիգանության համար է դատապարտվել, խուլիգանության համար 7 տարի չեն տալիս մարդուն։ 7 տարին շատ չի։ Գիտեք ինչ, երբ որ մի խումբ, մի 20 հոգով կամ 25 հոգով փայտերով, քարերով, ինքնաշեն պայթուցիկով ուզում են գնալ նախագահական գրավեն, դա ծիծաղելի է։ Դա հիմարություն է, անհեթեթություն։ Դա իրավական գնահատական տվեք։ Ես համաձայն եմ, որ հիմարություն է։ Իրավական գնահատականը ո՞րն է։ Ես քաղաքականավոր չեմ համարում, քրեական հանցագործություն է, որի համար են դատապարտվում։ Լավ, մեր հատուկ ծառայությունները, հա, նրանք անկախ են, թե այնուամենայնիվ ավանդույթի ուժով կախված են ռուսական ԿԳԲ-ից։ Բնականաբար մենք անկախ պետություն ենք, իրենք պետք է անկախ լինեն, բայց մենք գիտենք, որ մենք ԱՊՀ անդամ ենք, մենք ԵՏՄ անդամ ենք, այսինքն համագործակցություն մեր հատուկ ծառայությունների Ռուսաստանի, Ղազախստանի, չգիտեմ, այդ ԵՏՄ անդամ պետությունների ԱՊՀ երկրների կա դա։ Ասել, որ լրիվ անկախ ենք եւ չենք համագործակցում, այդպես չի կարելի ասել, որովհետեւ իսկապես ծրագրեր կան եւ ներքին ուժերը եւ հատուկ ծառայությունները եւ բանակը ՀԱՊԿ անդամ ենք, այսինքն կա համագործակցություն։ Չի կարելի ասել, որ մենք դրանց հետ չենք համագործակցում։ Նույնիսկ մենք ՆԱՏՕ-ի հետ ենք համագործակցում։ Նրանք հրահանգներ չեն տալիս Հայաստանում ինչ անել։ Լուբյանկայից հրահանգներ չեն տալիս։ Ցանկացած գերտերություն միշտ փորձել է փոքր պետություններին, թույլ պետություններ հրահանգներ տալ, ներդնել մարդիկ, դա արդեն հատուկ ծառայություն խնդրում։ Մենք պետք է պաշտպանվենք, հզորները մեզ պետք է փորձեն։ Պարզ է։ Պրոբլեմ կա։ Շնորհակալություն հետաքրքրեցի համար, սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր նախկին քաղբանտարկյալ ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ցտեսություն։